Փաստաբանի եւ հաճախորդի միջև հարաբերությունները, երբ որ նախատեսում են համագործակցություն վստահորդների հետ կամ հաճախորդների հետ, ամեն դեպքում յուրաքանչյուր փաստաբան պետք է իրականացնի, այսպես ասած, իրավական փորձաքննություն, թե հաճախորդի ըստ էության միջոցները որտեղից են գոյանում եւ որոշակի կասկած ունենալու դեպքում ունի պարտականություն փողերի լվացման եւ աբեկության դեմ պայքարի օրենքով սահմանված կամ որոշակի պահանջներ, որի պահպանմամբ փաստաբանը պետք է նման կասկած ունենալու դեպքում իրազեկի պատկան մարմիններին։ Ըստ էության պարտականություն է, որ մենք խոսում ենք արդարության մասին, այսինքն որոշակի հանցագործությունների դեմ պայքարին, որտեղ ըստ էության օրենսդիրը դրել է նման պարտականություն փաստաբանների կողմից հաղորդելու եւ որոշակի տեղեկատվություն ներկայացնելու պատկան մարմիններին։ Ըստ էության սա մենք դիտարկում ենք որպես պարտավորություն։ Անկախ գումարի չափից, անկախ գործարքի կազմից, անկախ գործարքի ծավալից նման պարտականություն առաջանում է։ Մենք խոսում ենք անշարժ գույքի ձեռքբերման, որոշակի բաժնետոմսերի, վաճառքի, դրանց ձեռքբերման կամ եւ ուրիշ այլ ինչ որ գործարքներում այ նման կասկած առաջանալու դեպքում նման պարտավորություն առաջանում է։ Սովորաբար իրավաբանական ծառայությունների ընթացքում էլ կարող են առաջանալ նման, որտեղ սա ըստ էության վերաբերում է նոր հաճախորդներին, եթե դու տեղակ ես քո հաճախորդին կամ տարիներ շարունակ սպասարկել ես, նման կասկածներ գրեթե չեն առաջանում, որտեղ դու լիարժեք տիրապետում ես այն տեղեկատվության բազային, որի շրջանակում կարող ես ըստ էության կարծիք կազմել կամ ունենալ փաստեր, որ նման միջոցները ըստ էության օրինական են, այնուամենայնիվ դա չի բացառում, որ ընթացքում էլ որոշակի տեղեկատվություն ունենալու պարագայում հենց այդ կասկածները առաջանալ։ Սա ինչի համար է, սա ըստ էության օրենսդիրը նախատեսում է, որ փաստաբանը իր գործունեության ընթացքում գործիք չլինի հենց այդ փողերի լվացման տեսանկյունից, այսինքն փաստաբանին կամ փաստաբանական գործունեությունը չծառայի կամ որպես դիտավորյալ կամ որոշակի այս գործակներում չծառայի որպես հենց այդ փողերի լվացման սխեմայում։ Սա հենց սրա համար է նախատեսում օրենսդրությունը։ Մենք գիտենք, որ փաստաբանը ըստ էության կան որոշակի սկզբունքներ հաճախորդին մատուցել ծառայությունների մատուցման ընթացքում, որոնք ըստ էության պետք է խիստ պահպանվեն։ Դրանցից մեկը հենց այդ տեղեկատվության անհասանելիությունը կամ դրանց գաղտնի պահելը երրորդ անձանցից։ Դա ցանկացած փաստաբան պետք է գիտակցի, որ այդ տեղեկատվությունը համարվում են փաստաբանական գաղտնիք եւ պետք է հասանելի չլինի եւ որևիցե ձևով չբացահայտվի այլ երրորդ անձանց։ Այնուամենայնիվ կան որոշակի դեպքեր, որ օրենսդրությունը նախատեսում է, որ եթե կա կասկած եւ դու հստակ գիտակցում ես, որ իրականում կա նման հանցագործության միտում, այդ դեպքում դու պարտավոր ես հենց անցնել այդ շեմը, այսինքն բացահայտել այդ տեղեկատվությունը հենց պատկան մարմիններին։ Անկախ այն հանգամանքից, թե դու ունես հենց այդ պարտականությունը, որ այդ փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը պահպանելու համար, ինչի է սա արվում, որովհետև այո, դա շատ կարևոր է փաստաբանական գաղտնիքը, որպես այդպեսին պետք է պահպանվի, հենց այդ սկզբունքը պետք է պահպանվի, բայց մենք ունենք արդարադատության շահ, որտեղ ըստ էության պետության, այսինքն մեր հանրության շահն է, որ հենց այդ հանցագործությունները կանխվեն կամ հետապնդվեն պատկան մարմինների կողմից։ Մենք խոսում ենք նոր հաճախորդների մասին եւ սա նաեւ պարբերաբար թարմացող տեղեկատվություն ունեք, եթե դու 3-4 տարի կամ 5 տարի սպասարկում ես քո վստահորդին, այ որոշակի ժամանակահատվածներում նոր տեղեկատվություն ես փորձում վերցնել, որպեսզի հասկանաս այլ կան նման կասկածներ թե ոչ, եւ նոր հաճախորդների պարագայում փաստաբանական գրասենյակները իրականացնում են իրավական փորձաքննություն, այսինքն կա որոշակի հարցաշար, այդ հարցաշարը տրամադրվում են մեր վստահորդներին կամ պոտենցիալ հաճախորդին կամ վստահորդին, որպեսզի վերջինս լրացնի այն ներկայացնի այդ տեղեկատվությունը, հենց այդ տեղեկատվությունը վերլուծելով, համադրելով փաստաբանը գալիս այն եզրահանգման արդյոք ունի այդ կասկածը ստեղ փողերի լվացման, այսինքն կոնկրետ է սխեմայում կամ որոշակի այս գործակներում միտում կա կամ փաստաբանը որպես այդպեսին իրականացնելով այդ իր գործառույթները արդյոք չի նպաստում փողերի լվացման
կամ աբեկցության դեմ պայքարին։ Այ հենց այդ տեղեկատվության հիմնական հավաքագրումը, դրանց համադրումը փաստաբանական գրասենյակների կողմից կամ փաստաբանների կողմից այլ տեղեկատվություններին բերում են նրան, որ վերջում կայացվում է որոշում, որ արդյոք կա այստեղ կասկած փողերի լվացման կամ աբեկցության ֆինանսավորման մասով, թե ոչ։ Մենք ունենք ստուգելի գործիքակազմ, ունենք որոշակի ծրագրեր, ունենք նաև հասանելիություն պետական մարմինների կողմից տրամադրվող մատչելի, այսինքն բաց տեղեկատվությանը, այ համադրելով այդ ունեցած տեղեկություններին կարող ես հանգել հենց այդ եզրահանգման, թե կա արդյոք այդ կասկածը, թե չէ։ Այստեղ ամենևին պետք չի ինչ-որ մեծ փաստեր գտնել դրա մեջ, որտեղ որոշակի կասկած ունենալ բարակայում արդեն իսկ հենց այդ, այսպես ասած, կարմիր դրոշակը բարձեցվում է եւ կա կասկած, որ այո, այս հենց այս հաջողորդի հետ կապված կան կասկածներ, լրացուցիչ տեղեկատվություն է պահանջում այդ դեպքում արդեն բարձրելու թե արդյոք այդ քո կասկածները հիմնավոր էին, թե ոչ։ Այս կարգավորումների նպատակն է բացահայտելու այն հանցագործությունը, որտեղ ըստ էության փողերի լվացում կարող է տեղի ունենալ, այսինքն այդ գործարքները կիրառվեն փողերի լվացման համար կամ աբեկցության ֆինանսավորման համար։ Այս դրա նպատակն է, օրինակ, նոտարական գրասենյակները, փաստաբանական գրասենյակները կամ այդ գործարքները սպասարկող ցանկացած անձինք, որպեսզի վերջինս չօգտագործվեն կամ չներառվեն հենց այդ գործարքներում։ Դրա համար օրենքը, օրենսդիրը սահմանել է, որ այ որոշակի կասկածներ առաջանալու դեպքում այ հենց այս տեղեկատվությունը կամ այդ կասկածի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնես պատկան մարմինին եւ այս դեպքում կարող եմ ասել, որ ունենալով բավական մեծ տարիների փորձ, ես կարող եմ ասել, որ մեր գրասենյակը իմ գոլեգաների հետ միասին մենք օրինակ արդեն հանդիպելով առաջին անգամ հաճախորդին որոշակի հարցեր տալով հենց այդ հաճախորդին հասկանում ենք ստեղ մոտորապես այդ կասկածներ կարող են առաջանալ, թե չէ, այսինքն սա նաև ոչ միայն հենց այդ հարցաշարը լրացնելով է գալիս այդ կասկածին, այլ նաև ունենալով այդ տարիների փորձը նաև քեզ հնարավորություն է տալիս հենց այդ հանդիպելուց եւ որոշակի տեղեկատվություններ ստանալուց հետո ինքդ արդեն իսկ վերլուծես, հասկանաս, որ արդյոք այս կասկածը կա թե չկա։